Առավոտյան ձեզ բռնի ուժով, բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին, քիչ առաջ են ձեզ ազատ արձակել, Իրականում ձերբակալության անունը դրած էր կասկած ունեին ապօրինի զենք զինամետեր կրելու, բայց պարզ էր, որ վերևներից հրահանգ ունեին, կոնկրետ այդ հրահանգը պետք է կատարեին, չեզոքացնել, լռեցնել, վախեցնել, ես շատ գիտեմ ինձ իզի բաներ իրանց կեղտին կմտածեին, չեմ կրնա արտարությունը չսեմ, որ կոնկրետ սկան ժամանակ 6 ժամից ավել Շիրակի մարզային վարչությունում գտնվելու ընթացքում բացառապես իմ անձի նկատմամբ ոչ մի անօրինական գործողություն տեղի չի ունեցել ոստիկանների կողմից, բայց ընդհանուր առմամբ ցավալի է փաստը, որ մեր ոստիկանական համակարգը այսօր ծառայում է թուրք վիժվասկ իշխանությանը։ Այդքան բան մնացածը միանշանակ լռելու չէ, հանդուրժելու չէ, կուլեր տալու չէ, առավել եւս վախենալու չէ, ուշքի գալու ժամանակն է, ստապվելու ժամանակն է, վերջապես այս ազգը պետք է զարթնի, պետք է հասկանա, որ արդեն սրբապղծությունը եկե հասել է ամեն մեկիս օջախը։ Կոնկրետ արդեն պայքարը հասել է մինչև յուրաքանչյուրիս օջախ։ Արթնացանք, չարթնացանք, ուրեմն թուրքը իր այնելունը վերջնականապես կենեգը պրզնի։ Իսկ այնտեղ ինչ էին ուզում ձեզնից ոստիկանության բաժանմունքում, ինչ հարցեր են տվել ձեզ։ Տարատեսակ խոսակցություններ ունեցել են, բազմապիսի, այսպես ասած, են ճակերտավոր դավկեկի պրոցեսներին էլ ենթարկվել եմ, նորմալ է, բնական է, խոզարգություններ են, ոչ մի բան չեն հայտնաբերել, արձանագրությունը կազմել են, այդ եղել ընկերական կոչերել է հնչե ոստիկան, ցանկացած ոստիկան մոդենար, մեկը կփորձեր ընկերական խորհուրդ տար, մեկը չգիտեմ ճանողուր բնով վերաբերմունքը մարդկային առումով միանշանակ ուրանալու չէ, հաստատ նորմալ է եղել, բացարձակ խնդիր չի եղել։ Զուտ ես այն զգացողությունն եմ ունեցել, որ իրանք ինչ էլ որ կենեին, ստիպված կենեին, հրաման կկատարեին, մեկ կողմից վերադասի հրամանն է, բայց իրանց մոտ այդ կաշկանդվածությունը, ներքին կաշկանդվածությունը զգալի էր, որովհետև մարդիկ գիտակցեն, որ այստեղ կոնկրետ սրբության հարցն է, իրանց մեջ էս ըմբես չէ, որ քրիստոնյաները քիչ էր։ Ճանապարհին էլ եմ զրուցել հետներ, ընդեղ եմ զրուցել, 6 ժամ խոսակցություն տեղի ունեցել է, խնդիր չկա, պատրաստակամ եմ էլի բազմատիվ անգամներ ընկնելու, որովհետև հասկանան որ վախեցող չկա, բայց էլիքս եմ, այս նախաձեռնությունը չի եղել մեր տեղական համակարգի մարմիններից, մեր ոստիկանների նախաձեռնությունը չի եղել։ Հրահանգավորումը հստակ միանշանակ վերևներից է, այդ վերևների ժեխից պետք է մաքրվի, որ այդ համակարգը վերականգնվի, տզվի, համել է ժողովուրդը խելքի կա, երգիրը կամ դզենք կամ вообще երգիրը կորցնենք, պրզնենք, երգերի արժանի չեղնենք։ Էս է ամբողջը։